Հարգելի հյուրեր, գործընկերներ, Հայաստան, շնորհակալություն, որ ինձ հնարավորություն եք ստանձնել այստեղ գտնվել այսօր, ես կուզեի հակիրճ նշեի, որ ես այստեղից չեմ, դուք հավանական է, որ արդեն լսել եք, ես Նիդերլանդներից եմ, ես ավելի շատ կխոսամ դրա մասին մի քիչ անց, ես մի բան ուզում եմ խոստանալ այստեղ, ես այստեղ չեմ, որ խոսամ քաղաքականությունից, ես կթողնեմ մասնագետներին, ովքեր այդ բնագավառում ավելի հմուտ են, ես խոսալու եմ մի բանից, որից ես տեղյակ եմ, դա զինված ուժերի ապագան է, դա գոյատևումն է, դա ճշգրտությունը, ես 15 տարի ծառայել եմ Նիդերլանդների զինված ուժերի էլիտար բաժիններում, իմ գրասենյակը դա աշխարհի ամենաանկայուն անկյուններն էին, ես տեղակայվել եմ որպես օպերատիվ մասնագետ, որպես ենթաջոկի հրամանատար եւ միայնակ առաքելություններում Աֆղանստանի լեռներից ծովային առաջադրանքներ հակաթմրանյութային, ինչպես մարդկանց տրաֆիկինգի դեմ ուղղված զինված ուժերի աջակցության առաքելություններին ամբողջ Աֆրիկայում եւ ես մտել եմ զինված ուժերի ստորաբաժանումների մեջ, իմ սրտով եւ իմ փորձով մասնակցել եմ փոքր միջամտություններից սկսած մինչև խոշոր օպերատիվ գործողություններ։ Փոքր ուժերի մեջ ուժը գտնվում է փոքր արագաշարժ եւ ճկուն ուժը ժամանակակից աշխարհում պատրաստված զինված ստորաբաժանումներում։ Ես տեսել եմ Հայաստանը վերջին մի քանի օրվա ընթացքում այն գեղեցիկ է, բայց այն նաև մարտահրավեր են հետում եւ ես տեսնում եմ ձեր զինված ուժերը մոտ 40,000 անձնակազմով, ովքեր պետք է պատրաստեն այս պաշտպանեն այս հողային սահմանները որպես հյուր ես կարող եմ մի բան առաջարկել, որ այստեղ պետք է սկսվի ձեր բարեփոխումները, դուք ունեք կարողություններ, որոնք կապակցված են անշարժ սահմանին ժամանակակից հակամարտությունում կայուն թիրախը դա խոցելի թիրախ է, պատկերացեք փոփոխություն, պատկերացեք սահման, որը պաշտպանված է թվային վահանով, առաջատար, ռադար, դրոններ, ավտոմատացված համակարգեր եւ 24 ժամ 7 շաբաթը 7 օր աշխատող կամերաներ, այս տեխնոլոգիան չի փոխարինում զինվորին, այն ազատում է զինվորին, օգտագործելով այս տեխնոլոգիան որպես ձեր բացահայտման առաջնագիծ, դուք կարող եք ձեր լավագույն ուժերը տեղափոխել, որ նրանք նստած չլինեն սահմանին, դուք կարող եք ստեղծել փոքր մահացու ստորաբաժանումներ, որոնք կարող են տեղակայված լինեն ռազմավարական հարվածային կետերում ամբողջ երկրում, երբ սենսորները տեղեկացնում են, ապա այդ ստորաբաժանումները չեն քայլում այդ վայրը, նրանք րոպեների ընթացքում նրանք ժամանում են վայրկենական հատուկ տեղեկացվածությամբ, նրանք գիտեն ով է նրանց թշնամին, ով է այդտեղ գտնվում եւ ինչպես են նրանք շարժվում իմ ամբողջ կարիերա ընթացքում ամեն հաջողված առաքելության ընթացքում հիմքը հենց հետախուզական տվյալներն են Հայաստանում դա պետք է դառնա նույնը դա միայն մարտավարությունը չէ դա ձեր զինված ուժերի հոգին է ես այսօր խոսում եմ ձեր հետ որպես մի մասնագետ ով տեսել է պատերազմ ով տեսել է ով բախտավոր եղել եւ տեսել է խաղաղություն Ես ունեմ մեդալներ, ես տեսել եմ ինչպես են մահացել իմ գործընկերները, ես տնից հեռու վայրերում, որոնց նրանց բարեկամները ծանոթ չէին եւ չէին գտնի քարտ
ուզում, այս փորձը դրդում է ինձ այսօր, իմ նպատակը պարզ է։ Ես ուզում եմ օգնել կարիքավորներին։ Ես ուզում եմ, որ ամեն զինվորական, ամեն մարդ եւ ամեն կին, ով ծառայում է Հայաստանում, որ նրանք վերապատրաստված լինեն հնարավորինս բարձր ստանդարտներով։ Ես ուզում եմ անել հնարավորինս ամեն ինչ իմ կարողությունները, որ ապահովեն, որ նրանք պաշտպանեն այդ ազգը, նրանք ունենան կարողություններ, տեխնիկա եւ առաջնորդություն, որը օգնի նրանց վերադառնալ տուն, կառուցելով այս էլիտար մասնագիտացված ստորաբաժանումները, օպերատորներ, բժիշկներ, սնայպերներ եւ ինժեներներ ամենաբարձր ստանդարտներով մենք կտանք մի նոր պատճառ Հայաստանի նոր սերնդին միանալ զինված ուժերին, ստեղծել բարեփոխված զինված ուժեր, մի ուժ, որը արդեն լավ է։ Մենք միայն օգնում ենք նրանց դառնալ ավելի լավ, մի ուժ, որը միայն պարտական չի, միայն պարտականություն չի, բայց նաև մենք դրանով հպարտանանք, հնարավորություն ունենք նրանցով հպարտանալ, մենք առաջարկենք նրանց մի հնարավորություն դառնալ լավագույնը, պաշտպանել նրանց հայրենիքը լավագույն գործիքներով, դա իմ գաղափարն է այս երկրի զինված ուժերի ապագայի համար, կանոնները փոխվում են, մարտադաշտը փոխվում է, ես այս սենյակում կան մարդիկ, ովքեր տեսել են դա նույնպես, դա իմ առաջարկությունը այս բնակավարի բարեփոխման համար, որ նոր երիտասարդ ստանի զինված ուժերի նոր սերնդի համար։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։